Կարող ես արտահերթ ելույթ կունենամ։ Հարգելի գործընկերներ, Տիկին Վարդանյան, ինչ մեղք ստացեմ, չդիմացա եւ ես կարծում եմ, որ դուք ձեր ելույթով, որում կրկին առանց վիրավորելու միտումի բավականին պարզունակ մտքեր էին, բայց ինքը ելույթը էլի մեր կենտրոնական բանավեճի մասին է, էլի եւ այս գումարման ազգային ժողովում եւ նախորդ գումարման ազգային ժողովում։ Ես ուզում եմ ուղիղ պատասխանել ձեր տրված հարցերին, ինչ ասեմ, ֆունդամենտալ հարցին։ Ասում եք, չեք պատասխանում պարզ հարցի, թե որտեղից են գալիս մեր սպառնալիքները։ Հիմա ես ձեր հարցին կպատասխանեմ, հետո կփորձեմ մեկնաբանել ձեր հարցը ու ձեր հոգեկերտվածքը ու ձեր կուսակցության հոգեկերտվածքը, որը բերում է այդ հարցին։ Ձեր հարցի պատասխանն է հետևյալը։ Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից, որովհետև Ադրբեջանի հետ մենք չունենք խաղաղություն, այլ շուտ ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը դեռ անշրջելի չի եւ վերջնականապես ինստիտուցիոնալիզացված չի, այսինքն խաղաղության դեռևս անշրջելի չդառած խաղաղության բացակայությունը Ադրբեջանի հետ միանշանակ եւ աներկբայորեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Մենք ունենք սպառնալիք Թուրքիայի կողմից, որովհետև ունենալ անմիջական հարևան եւ հարևանի հետ ունենալ փակ սահման, առնվազն տնտեսական սպառնալիք է։ Չունենալ հաստատված դիվանագիտական հարաբերություններ, առնվազն դիվանագիտական սպառնալիք է։ Գտել կասեի, բայց դե լավ, չհեռանանք այդտեղ, ասենք, կան այլ սպառնալիքներ, օրինակ, բավարար չդիվերսիֆիկացված տնտեսական կապերը կամ անվտանգային կապերը, չգիտեմ, ինչ ասեմ, էներգետիկ ռեսուրսների, աղբյուրների եւ տրանզիտի ճանապարհների բավարար դեռևս չդիվերսիֆիկացված վիճակ եւ այսպես շարունակ։ Սրանք են սպառնալիքները։ Բայց ո՞րն է մեր եւ ձեր տարբերությունը։ Մենք տեսնում ենք սպառնալիք, մենք ուզում ենք վերացնել այդ սպառնալիքը, այսինքն չեզոքացնել սպառնալիքը։ Տեսնում ենք չկա անշրջելի խաղաղություն Ադրբեջանում։ Սկզբից նախ տեսանք, որ չկա խաղաղություն, հասանք այդ խաղաղությանը։ Հիմա տեսնում ենք, որ դեռ անշրջելի չի, ուզում ենք իրենց անենք, որ լինի անշրջելի։ Տեսնում ենք, որ դեռ 100%-ով ինստիտուցիոնալիզացված չի, ուզում ենք ինստիտուցիոնալիզացնել։ Թուրքիայի հետ տեսնում ենք փակ սահմանա, տեսնում ենք, որ դա սպառնալիք է մեր տնտեսվարողների համար եւ ընդհանրապես։ Բանակցում ենք, որպեսզի գանք որևէ լուծման ընթացքում էլ քայլ-քայլ առաջ ենք գնում եւ մնացած կետերով։ Հիմա մեր եւ ձեր տարբերությունը դա մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել։ Դուք տեսնում եք սպառնալիք եւ որոշում եք կթել այդ սպառնալիքը։ Հասկանում եք, դաշնակցության պատմությունը 1920 թվականից սկսած մի պատմություն է սպառնալիքները կթելու մասին։ Դուք ընդ որում այդ սպառնալիքների մի մասը նոր չի, որ գոյություն ունի։ 1918-ից 20 թվականներին էլ գոյություն ունեին։ Բայց դուք բան եք անում, դուք ապրում եք, դուք լավ, նա ուրիշ բառ եմ ասել, բայց լավ, դուք սնվում եք սպառնալիքով, հասկանում եք, որովհետև եթե դուք չկարողանաք ձեր կենացները ասել, ձեր գոյության իմաստը կորելու է, եւ եթե չլինեն այդ սպառնալիքները, էլի ձեր գոյության իմաստը կորելու է, հասկանում եք, որովհետև դուք դրա համար գոյություն ունեք։ Դուք գոյություն ունեք, որ ամեն օր գաք ես ամբողջ, ասեք, գիտեք ինչ կա։ Թուրքիան մեզ համար սպառնալիք է, հասկացանք, դա բոլորը գիտեն, բոլորը, Հայաստանում ոչ ոք չկա մարդ, որը չիմանա, որ Հայաստանի չկարգավորված հարաբերությունները Թուրքիայի հետ սպառնալիք են, կամ որ չիմանա, որ բանը վերջնական ինստիտուցիոնալիզացված խաղաղության բացակայությունը Ադրբեջանի հետ սպառնալիք է։ Եվ շատ հետաքրքիր հարց եք տալիս, ես ֆրցնում եմ եւ այդ հարցը վերաձևակերպում եմ, լրեք, եւ վերաուղղում եմ ձեր հետ։ Տիկին Վարդանյանը ինձ հարց տվեց, ասեց Ռուսաստանը սպառնալիք է, խնդրում եմ գրանցվեք մի վարքան, պարոն Վարդևանյանը, երբ որ ելույթ ունենա, դրանից հետո նորից ելույթերի գրանցում կլինի։ Ես խնդրում եմ, գրանցվեք, եկեք եւ հստակ պատասխանեք այդ հարցին։ Նաեւ ես խնդրում եմ, նաեւ պատասխանեք, օրինակ, այն սահմանափակումները, որ մտցվում են մեր տնտեսվարողների դեմ, ըստ ձեզ արդարացված են թե ոչ, կարծում եք արդյոք դուք եւ ձեր կուսակցությունը եւ ձեր խմբակցությունը, կարծում եք արդյոք, որ մեր տնտեսվարողների արտադրանքը խախտում է ԵԱՏՄ ստանդարտները,
Կարծում եք արդյոք օրինակ որ բանը, չգիտեմ, ջերմուկի հետ խնդրեմ կա, կարծում եք թե ոչ։ Խնդրում եմ այդ հարցին կպատասխանեք, եւ եթե ասեք, որ այո, դետեղ ձեզ ասելիք չկա, եթե ասեք ոչ, խնդրում եմ այդ կոնտեքստում ասեք, արդյոք արդար է կամ գործընկերային է որևէ ստանդարտի խախտում չպարունակող ապրանքի հանդեպ կիրառել տնտեսական սահմանափակում եւ արդյոք կարծում եք, որ եթե գործընկերային չի, ստեղ մենք նվազն գործ ունենք ինչ որ, չգիտեմ, ճնշման դրսևորման հետ եւ արդյոք կարծում եք, որ այդ ճնշման դրսևորումը ինքնին պարունակում է սպառնալիք եւ արդյոք կարծում եք, որ այդ սպառնալիքը մեր ինքնիշխանության դեմ է օրինակ։ Այ ես խնդրում եմ Տիկին Վարդան, ես ինձ ուրախ եմ, որ այս խոսակցությունը տեղի է ունենում, որովհետեւ սա շատ բովանդակային խոսակցություն է։ Մի էլի ընդհատեք ինձ։ Այստեղ հարցերը ես եմ տալիս այս վարքյանին, էլի, հետ դուք կգաք, կարող հակադարձ հարցեր տալ։ Տեսեք, հարցը տվեցիք, ես ձեզ պատասխանեցի։ Հիմա ես եմ ձեզ հարց տալիս, այս իմ հարցերին ես ակնկալում եմ ուղիղ եւ հստակ պատասխան։ Հա, մեկ էլ վերադառնալով հայրենիքի եւ որն է հայրենիք քննարկումներին, ընդհանրապես ես կարծում եմ վերջին 2 օրվա մեր քննարկումները կարելի է անվանել որն է բաբո մեր հայրենիք, որտեղ իդեպ հեղինակը նշում է բաներ, որոնք մի մասը քաղաքացիական պայմանագրի նարատիվին են համապատասխանում, մյուս մասը ընդդիմության, բայց ըստ էության պարոն Եղոյանի ասածը ինչ է, ինքը ասում է հետևյալը, ժողովուրդ ջան, կա երկու մոդել հայրենասիրության կամ ինքնության նույնիսկ, հա, ինքնության։ Տեսեք, օրինակ, չգիտեմ, Ֆրանսիայում, ասենք, ազգային ինքնության ուրիշ մոդել կա, այնտեղ կարող է մարդ լինել սևամորթ, բայց ֆրանսիացի, ինքը ու բոլորն են ընդունում, որ դու ֆրանսիացի ես։ Իհարկե, այդ ֆրանսիացու, ասենք, պապը կամ պապու հայրը եկել է ենթադրենք բանից, Սենեգալից, բայց ինքը ֆրանսիացի է։ Ամերիկյան մոդելը, այնտեղ բոլորն են ամերիկացի, անկախ ամեն ինչից, կան արևելաեվրոպական երկրներ, ասենք Սերբիան, որտեղ ինքնությունը ոչ թե լեզվի վրա հիմնված, այլ կրոնի, օրինակ սերբը ինչով է տարբերվում խորվաթից, որտեղ սերբը ուղղափառ է, խորվաթը կաթոլիկ է։ Հիմա մեր դեպքում կա տեսականորեն կարող ենք մեր ինքնությունը մի քանի մոդելի վրա կառուցել։ Իհարկե ես չեմ ասում, որ մի մոդելի վրա կառուցեցինք, մյուսները կորում են։ Օրինակ ես չեմ ասում, եթե ասենք բանը հայաստանցին նա է, ով Հայաստանի քաղաքացի է, դա բավարար ինքնություն ամբողջովին չի ձևակերպի, որովհետև Հայաստանում ապրում են օրինակ ազգությամբ հայեր, որոնք Հայաստանի քաղաքացի չեն, բայց համաձայնեք բոլորս էլ կասենք, որ ինքը հայաստանցի է։ Հիմա եթե մենք ասում ենք մեր հայրենիքը, օրինակ Ադանան է, տեղ անխուսափելիորեն հարցեր են առաջանում, հասկանում եք, օրինակ, ինչ անել են հայրենիքի հետ, որը Հայաստանի Հանրապետության մաս չի։ Համաձայնեք, որ դա հարց է։ Եթե մենք ասում ենք, մեր հայրենիքը էս ինչն է, ակնհայտորեն հարց է ծագում, ինչ անել այն հայրենիքի հետ, որը Հայաստանի Հանրապետության մաս չի։ Չէ, մի վայր, պատմությունը ուրիշ բան է, այստեղ մարդ չկա, օրինակ, որ ժխտի, չկա, այս դահլիճում չկա մարդ, որը ժխտի, որ Ադանան եղել է Կիլիկիայի հայկական թագավորության մաս բանից 10-րդից 13, 14-րդ դարերում։ Ասեմ ավելին, Թուրքիայում էլ չեն ժխտում դա։ Ոչ ոք չի ժխտում դա, բայց մի հարց է, երբ որ դու պատմությունը դիտարկում ես որպես պատմություն, մեկ այլ բան է, երբ որ դու պատմությունը դիտարկում ես որպես օրինակ ներկա քաղաքական ներկա եւ գուցե ապագա։ Հիմա մենք պետք է հասկանանք, մենք պատմության հետ ո՞նց ենք հարաբերվում, պատմությանը վերաբերում ենք որպես պատմագրություն, թե պատմությանը վերաբերում ենք որպես ներկայիս քաղաքական կամ գուցեև աշխարհաքաղաքական, կամ գուցեև հարևանների հետ հարաբերվելու հիմք։ Պարոն Եղոյանը, որ բերում էր Տաշիրի եւ Վրաստանի օրինակը, ինքը ես դա էր ուզում ցույց տար, որտեղ հա փաստ է, չէ՞, որ Տաշիրում հիմա բնակչության մեծամասնությունը հայ է, 100 տարի առաջ էլ է եղել, 200 տարի առաջ էլ է եղել, ժամանակին Տաշիր ձորագետի հայկական թագավորությունն է եղել եւ այլն։ Բայց մի վարքան, չէ, բայց փաստը նա է, որ օրինակ 19-րդ դարի դրությամբ, երբ որ անկախ Հայաստան արդեն մի 600 տարի չկար, որոշ հայաբնակ գավառներ, նախ մի մասը հայաբնակ գավառների Պարսկաստանի
տիրապետության ներկոյին, մի մասը Օսմանյան կայսրության, մի փոքր հատված էլ վրացական թագավորության։ Հիմա պարոն Եղոյանը ինչ է ասում, ասում է, եթե մենք այսօրվա Հայաստանի սահմաններին չնայենք ներկայիս դե յուրե սահմաններով, այլ սկսենք հայրենիքը չափել ոչ թե գծված եւ փաստաթղթավորված սահմաններով, այլ պատմության խնդիրն այն է, որ պատմությունը հաճախ համընկնում է, այսինքն պատմական մի շրջանում մի տարածք եղել է մի երկրի տարածքում, հետո մյուս երկրի տարածքում, հետո մյուս երկրի տարածքում, հետո մյուս երկրի տարածքում։ Ու տենց ռիսկ կա, որ անվերջանալի պատերազմների եւ հակամարտությունների շրջան է գալու եւ անվերջանալի տարածքային պահանջների շրջան է գալու։ Հիմա վերադառնալով նորից Տիկին Վարդանյանի հարցին, արդյոք ես համարում եմ, որ հայրենիքի կոնկրետ ձևակերպման հարցում այն, ասենք 90%-ով պատմության վրա հիմնելը անվտանգային սպառնալիք է Հայաստանի համար, միանշանակ այո, 100%-ով այո, եւ ես առաջարկում եմ շարունակել պարոն Եղոյանի բացած քննարկումը, բայց սպասում եմ Տիկին Վարդանյան ձեր պատասխաններին, շնորհակալություն։